Բարի օր, սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ։ Եթերում Փարուս հեռուստացրագրի հերթական թողարկումն է։ Ես Բալաբեկ Բարսամյանն եմ։ Հարգելինս, այսօրվա մեր հիմնական թեման է լինելու Լոս Անջելեսի հայության էթնոսոցիոլոգիական հետազոտություններ, որի համահեղինակն է Ժան Քոսակյանը, հասարակական գործիչ, Ֆերհայան ազգային վարժարանի տնօրեն։ Հարգարժան լսարան, բազմիցս մեր եթերների ընթացքում հնչեցրել ենք, որ յուրաքանչյուրս ապրելով Սփյուռքի մեջ ներկայացնում ենք մեր ազգը, մեր ժողովուրդը, դեսպաններն ենք։ Սակայն դեսպան լինելու համար պետք է առաջին հերթին կարողանանք մանրակրկիտ ուսումնասիրել եւ ծանոթանալ մեր ժողովրդի ժողովրդագրական պատկերը։ Այս ուսումնասիրությունը արդեն եղել է Ժան Քոսակյանի կողմից, հատկապես Լոս Անջելես ուրեմն գավառի, որի կապակցությամբ այսօր մեր տաղավարում մեր հյուրն է Ժան Քոսակյանը։ Բարի օր, հարգելիս։ Շնորհակալություն եմ հայցում հրավերք ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարի սիրելիներս, հատկապես այսպեսի կարևոր մեր հատկապես մատաղ սերնդի եւ քաղաքական գործիչների համար այս ուսումնասիրությունը։ Ինչպես մտահոգություն առաջ եկավ։ Ինչքան կարևոր է դա մեր ժողովրդի համար, քաղաքական դաշտի մեջ, քաղաքական, այսպես ասած, մարդիկ ինչ-որ մի ձևով գիտեն, հասկանում են, քաղաքական կապիտալը գիտեն, բայց սովորական մահկանացուները մինչ օրս չգիտեն, գիտենք, որ շատ հայ կա այստեղ, որտեղից եկան, ինչ կա, ինչ ունենք, նախքան Լոս Անջելեսի շատ հայ խաղապարը սերդելը, միշտ ալինձի մտասևորում ու առարգատ հարցած է, որ աշխարհում է քանի հայ կա։ Յուրաքանչյուր հայ, որ գտակնաբի հայության հարցերով, մեզի համար թվականակը կարևոր է։ Մի քանի տարի առաջ ալ երգը հորինվեցավ 10 միլիոն հայ ենք մենք, այնշու միշտ ինձի համար հարցականներ ու իրապես 10 միլիոն եք, թե անգե բագաս թիվ ունենք։ Ուրեմն ուզեցի աշխարհի հայության թվականակի մասին որոշ ուսումնասիրություն կատարել եւ հստակացնել աշխարհի հայության թիվը եւ շրջան առ շրջան սկսա առաջանալ երկիրներ կային, որ մարտահամարներ ունին, մարտահամարեն ծնած թիվեր կան, տեղական ուրիշ երկիրներ մեր կրոնական հաստատությունները թիվեր ունին եւ այլն, կամ վեբսայթեր կան եւ այլն, ուր որ կարելի է շոշափելի բամը գտնել։ Բայց երբ որ գարքի եկավ Միացյալ Նահանգներու թիվը ճշտելու, դեսա ամենամեծ անորոշը Միացյալ Նահանգներու թիվն է։ Ուրեմն այդ աշխատանքը մեկում դրի սկսա աշխատել Միացյալ Նահանգներու թիվին վրա, քաղաք առ քաղաք, հետո մտա Միացյալ Նահանգներու մարտահամարի վեբսայթներն ներս եւ սկսա զարգացնել եւ անցյալ դարի 2014-ի նոր տարվա ասպարեզի բացառիկի մեջ ամերիկահայության թիվի մասին հոդված արձանագրեցի, որ թիվը 1.2 միլիոն է, 1.3 միլիոնի շուրջ եզրակացուցած էի։ Ուրեմն մինչ այդ Լոս Անջելես գայցել էր Հայաստանեն ազգային գիտություններու ակադեմիայի հնագիտություններու եւ ազգակրթության ինստիտուտի աշխատակիցներեն մի քանի հոգի հարցազրույցներ էին հետս Լոս Անջելեսի հայության համար եւ հետո հոդվածին ծանոթանալով Միացյալ Նահանգներու ընդհանուր թիվի հոդվածին հարցուցին, որ եթե հետաքրքրված եմ գետրոնանալ Լոս Անջելեսի ժողովրդական պատկերին վրա եւ այդ հրադարակել Հայաստանի մեջ հրադարակվող գիտություններու ակադեմիայի եւ ակադեմիայի հնագիտության եւ ազգակրթության ինստիտուտի եւ Սփյուռքի նախարարության միացյալ չանքի միջոցով համացանությունը ստվի, բայց չէի գիտեր ինչ մեծ բանալն աշխատանքի մեջ ես մտնել, բայց ի վերջո ըրինք եւ հրադարակվեցավ։ Հետո քաղաքարը ծնա, որովհետեւ այդ հոդվածը ավելի իմ ընթերցողներու շրջանակը կամ քիրքի շրջանակը Հայաստանի հայությունն էր, ասի բարելավեմ, քիչ ընդարձակեմ եւ ասպարեզի մեջ հրադարենք եւ այդպես ալարինք, ուրեմն
2015-ի, այսինքն այս վերջին նոր դարվա բացառիկի թիվի մեջը վերստին բարելավումներով հրադարագեցինք այդ նույն բանը։ Այս է պատմությունը, ինչպես ուրդերենը սկսան գուրազանք, դագավին կմնա, որ ետ վերադառնամ աշխարհի հայության թվի իմ ուսումնասիրության եւ ադուղության փոթվածը հրադարագեմ։ Պարոն Կոսակյան, ինչքանով էր կարևոր դա իրոք մեր թե քաղաքական գործիչների համար, թե առհասարակ հասարակական գործիչների համար, թե մեր մտաղ սերնդի համար որ։ Հիմա հետևյալն է, եթե ո մեկ համասարանական ուսանող կամ ո մեկ գիտնական հետազոտող, երբ որ գուզե հայության թիվի մասին որոշ ակնարկություն կատարել, Ամերիկա հայության թիվը, Լոս Անջելեսի կամ Կալիֆոռնիա հայության թիվը, ասես ո մեկ դեր հստակ աշխատանք չկա, որ ասե որ ասինչ ուսումնասիրության հիման վրա Լոս Անջելեսի հայության թիվը այսքան է, կամ Կալիֆոռնիա թիվը այսքան է։ Լավագույնը որ պիտի գնան մարտահամարի թիվերը բանալ, եւ մարտահամարի թիվերը ասել, ինչ որ մեզի համար հայության համար մեծ անարդարություն պիտի լա։ Օրինակ համար մարտահամարի թիվերով 2010-ի մարտահամարի թիվերով Լոս Անջելես քաունթիի հայության թիվը 200,000-ին քիչ մը բագաս է։ Մենք գիտենք որ 2015-ի 100-ամյակի ոգեգոճման եղերնի ոգեգոճման Լոս Անջելեսի մեջ հրաբարակ իջավ 165,000 հոգի։ Եթե մարտահամարի թիվին վրա հիմնված 180-190 են 165,000 փողոց իջավ, չեմ գազել Orange County-ին, կամ Ֆրեզոյին, կամ Սան Ֆրանսիոյին տասնյակ հազարներով մարդիկ եկան։ Գտնա մի քանի 100 հոգի եկած լա։ Մնացած ամբողջ Լոս Անջելեսի հայությունն էր որ փողոց իջավ։ 165,000 մարտահամարը գսե 200,000-ին քիչ մը բագաս։ Ուրեմն մարդիկ եթե ասեն որ Լոս Անջելեսի հայության թիվը 200,000 է, մեծ անարդարություն եղած պիտի։ Այս հոդվածով ես կրծա թեև չեմ գնար ասել որ մոդեցումներս ամբողջական գիտական են, այլ որոշ դրամապանություն, որոշ գիտական մոդեցումներ միախառնված գրծա որոշ արժևորումը կատարել թվականագի մասին։ Եվ այդ թվականագի մասին հասա այնտեղը որ առնվազն 500,000 հայություն կա Լոս Անջելես քաղաքի մեջ, եթե ոչ ավելի, այդ թիվը կրնանք նաև հասցնել մինչև 650-700,000-ի, գախում ունի ինչպես կմոտենանք հարցերում։ Անշուշտ կրնամ մանրամասնել ինչպես պիտի հասա թիվերում, բայց Թույլ տվեք անցնենք կարճ դադարի, որովհետև արդեն ձեր հոդվածի մեջ ունեիք 6-7 կետեր, ամեն յուրաքանչյուր կետին անդրադառնանք, որովհետև շատ կարևոր է։ Իդեպ սիրելի հեռուստատողներ, Լոս Անջելեսում ամենախտացված հայությունն է ապրում այստեղ, Հայաստան Հանրապետությունից հետո։ Կարճ դադար։ Հարգարժան լսարան, ովքեր որ նոր միացան մեզ, հիշեցնեմ, որ այսօրվա փարոսի հյուրն է հասարակական գործիչ Ֆերանյան վարժարանի ազգային վարժարանի տնօրեն Ժան Կոսակյանը եւ այսօրվա մեր հիմնական թեման է Լոս Անջելեսի ուրեմն հայության ժողովրդագրական պատկերը։ Պարոն Կոսակյան, շարունակենք մեր զրույցը։ Թվային պատկերը ներկայացրեցիք Լոս Անջելեսում։ Գիտեմ, որ տարիներ առաջ Հայդատի հանձնախումբը բավականին լուրջ աշխատանք կատարեց եւ հորդորեցինք մեր ազգաբնակչությանը, որպեսզի մարտահամարի ժամանակ, երբ որ լցնում են թղթիկները, այնտեղ երբ որ գրած էր Hispanic կամ White կամ Սև, անպայման գրվի հայ։ Եվ որոշակի պատկեր ունենք, բայց այդ պատկերն էլ ձեր ասած թվից բարձր էր, ինչ որ պաշտոնական այստեղի տվյալները կա։ Վերջնական ինչ պատկեր ունենք։ Գիտեք ինչ է, մարտահամարի մեջ հիմնականի մեջ հարցումներուն ամենահիմնականը պատկանելիության իմաստով ցեղային է, ջերմակ է, սև է,
ամերիկացի հնդիկ ես եւ այլն, Ալասկայի բնակիչ ես եւ այլն։ Հետո երկրորդ հարցումը գա, որ Hispanic ես եւ այլն։ Հետո գա other race։ Ուրեմն բավական բարդ է ասի, որովհետեւ նախ պետք է խուսափիս այն մոդեցում եմ, որ ջերմագեմ սևեմ եւ այլն աթարցումի պատասխանես, ուղղակի other race եւ քրես Armenian։ Շատ հայեր գերտան եւ կրեն white։ Շատերը white կկրեն, դագա other race Armenian չեն կրեն։ Շատերը white կկրեն եւ դագա other race Armenian կկրեն։ Ասընդհանուր շփոթը բաճար կդառնա, որ հայության թիվը պետք է հացեվով չարդացոլա մարտահամարի մեջ եւ ինչպես որ իմ տարբեր երեք մոդեցումներս կար լա հարցախույզի ջամփով լա փնականադերերու ջամփով եւ քվեարկերներու ջամփով թիվը ավելի դարբեր է եւ հասուցինք ավելի քան 500,000 թվի եւ ացեվով արդարություն եղա։ Ուրեմն դագամի շատ մեծ աշխատանք կա, որ հաջորդ մարտահամարին, որ 2020 թվականին է, հայերը անպայմանորեն կրեն, որ իրենք հայ են։ Շատերը չեն կրեր ադի, որովհետեւ գվախտան, որ ես Լիբանանի հայ եմ, ես սովետական ժամանակաշրջանեն հայ եմ, հիմա ինչ կրեմ, ասեմ հայ եմ, թե սովետական քաղաքացի, ես Իրանեն եկած եմ, կրեմ իրանցի, թե Իրանեն հայ, կամ միան հայ, եւ այսպես շատերու թուղթերը չեղած, որովհետեւ մարտահամարը միան citizenներու քաղաքացիներու համար չէ, դեղացի ոյ մեկ բնակիչի համար է, շատերը գուխուսան, շատերը գարկավիճակ չունին, առհասարակ խուսափին պատասխան տալ է եւ այլն եւ վաճառները շատ են ացեվով ճիշտ տվականագի չէ հասած մարտահամարի մեջ։ Ուրեմն մենք պետք է դոկումենտ ունենք, որ անգից շատ ավելին է եւ իմ աթոծվածովս 500,000-ն ավելի մինչեւ 650,000-ի տվականագի մասին գոհոզի միան Լոս Անջելես կավարը։ Պարոն Կոսակյան, արդեն գրեթե մի դարից ավել հայություն ապրում է Միացյալ Նահանգներում եւ տարբեր տեղերից, տարբեր հոսանքներով, տարբեր թվականներին մինչեւ օրս գալիս են։ Պատկերը կա։ Այո, հիմնականում ինչ շրջաններից, ինչ հետևանքներով։ Ժողովրդի մեջ սպաղող դարը գազագերբություններում գիտե որտեղան են եկած են հայության հիմնական թիվը, բայց ի զարմանքս ինձի երբ որ մարտահամարի սյունակները գնայում, տեսնեմ ավելի քան 60 երկիրները մարդիկ եկած են։ Անշուշտ անոնք որ եկած են եւ մահացած են, անոնց ռեկորդը չնչվի բնականաբար, բայց ողջերուն ռեկորդը ցույց կտա, որ 60 տարբեր երկիրները հայեր եկած են այստեղ։ Եվ անշուշտ ամենամեծ արյուծի բաժինը հին Ամերիկա հայերն են, հետո Հայաստանեն եկած հայությունն է, հետո Իրանեն եկած հայությունն է, երթալով արաբական երկիրներու հայությունները, ունինք Հարավային Ամերիկայեն, ունինք Հերավոր Ասիայեն եւ ամեն մեկն երկիրներ կա, որ ասենք 10 հոգի, 20 հոգի եկած է, բայց եկած են այդտեղ։ Ինչպես են անկերատնտեսական վիճակները։ Հետաքրքրական են ընկերատնտեսական, անշուշտ ամբողջ թվերը հիմա չեմ մտաբերել, մեծապես միտքաչալերի, որ ասպարեզի բացառիկ TV-ն երթան եւ նաեւ on-line գոյություն ունի, Լոս Անջելեսի ժողովրդական պատկերը փնտրեն եւ օրինակի համար TV-եր կան, որ ասենք ժողովրդին որ դոգոսը որքան ասենք կառավարութենեն օգնություն կստանա շատ մեծ համեմատությամբ բարձր թիվ ունենք ուսումի իմաստով, բարձր մագարտակի ուսում, bachelor's degree, master's degree, PhD-ներ, շատ բարձր է թիվը, զարմանալի օրը։ Բաղդադաց տարբեր ազգերի։ Հավանաբար, այո, բայց մենք ես օրինակ որ կգարտամ զարմանալի թիվերով, տասնյակ հազարներով professional մարդիկ ունենք մեր քաղաքի մեջ։ Ճշմարտաբար մյուս երեսան է, որ հայկական դպրոցներու աշակերտության թիվը կգազմի ընդհանուր աշակերտության թիվին հազիվ 5%-ը։ Մնացած 95%-ը կամ օդար անհատական դպրոցներ կհաճախեն, անշուշտ արյուծի բաժինը պետական դպրոցները։ Եվ բավական հետաքրքրական ասանք սոցիալ-տնտեսական թիվեր կան։
ժողովրդին մոտ 60% իր անձնական բնակարաններում մեջ կապրի, 60-ն քիչ մը ավելին։ Այսինքն կարծենք, որ մեր ստիպը պետք է վարձու բնակարաններում մեջ լա, rental properties, բայց իրականության մեջ household-ներում մեջ ապրողները, այսինքն իրենց property-ն, այսինքն ամեն մարդ իր բարտքի բաժին ունի, բայց անունով իր դա մեջ կբնակի, որ հետաքրքրական է։ Միջինը ժողովրդի եկամուտին 73,000 է, ոչ թե average-ը, միջինը, այլ հայ ժողովրդի ասենք մարդահամարի մեջ գրանցվածներուն գեսը 73,000-ն վարգշահի, գեսը 73,000-ն վերգշահի։ Եվ ասանք, որ Հիմա չեմ ուզել ասպարեզը փանամ եւ թիվերը մեկ-մեկ գսեմ, բայց այսպես մեր ազգաբնակչությունը հասկացավ ասպարեզը բացառիկ, ասպարեզը շատ հետաքրքրական է եւ ամբողջ թերթը տրամադրված այդ բոլոր մանրակրկիտ տվյալներին հարգելիներս ունեցեք բոլորիդ պետք է գա։ Անցնենք կարճ դադարի, որից հետո դեռևս ունեմ մի քանի շարք հարցեր, որոնք որ կլուսաբանեն մեր ժողովրդին, ինչ չէ, մեզ նաև հարգելիներս, անցնենք կարճ դադարի, որից հետո ունեմ եւս մի քանի հարցեր, հուսով եմ, որ կհետաքրքրի ձեզ։ Հարգելիներ, շարունակում եմ զրույցս հասարակական գործիչ Ժան Քոսակյանի հետ։ Շարունակենք, պարոն Քոսակյան։ Հայկական աշխարհագրական կենտրոնացումները հիմնական որ տարածքներում են եւ ինչից է բխում։ Ինչպես որ նշեցի, իմ ընթերցողներու բանը շրջանակը Հայաստանի ժողովուրդն էր, որը հոնորադարակվեցավ, անոր համար ավելի բարձ սևով դրած եմ, դիտողները մեծ մասամբ կրնան ասել, որ մենք գիտենք արդեն, բայց օրինակ ես 10 մասի բաժնած եմ Լոս Անջելես խավարը, գա մեջը Լոս Անջելես քաղաքը, գա Գլենդել քաղաք, Բրբենք քաղաք, Սանլանդ Tahanga, Sun Valley շրջանը, հարավային շրջանը, Լոս Անջելես խավարի, այսինքն Թորենսենը սկսյալ Զովեզերիա շրջանը մինչև Լոն Բիչ եւ հյուսիսային շրջանը, Վալենսիայի շրջան, եւ անշուշտ Լոս Անջելես քաղաքը իր գաղտնի կբաժնվի 4 մասի՝ Հոլիվուդը եւ գա նաեւ Սան Ֆերնանդո Վալիի 3 շրջանները, որոնք Լոս Անջելես քաղաքի մաս կգազմեն։ Արևելյան բաժինը, Նորթ Հոլիվուդ Վան Նայս, արևմտյան բաժինը, Էնսինոյենը սկսած մինչև Ագուրա Հիլս եւ նաեւ հյուսիսային բաժինը Ռոսկոեն վեր։ Ուրեմն 12 շրջաններու վրա բաժնած ենք եւ ադոր համեմատ բան է վերլուծումները կատարված են։ Հիմնական անշուշտ կենտրոնացումը Գլենդել քաղաքի մեջ է, ուր 90-ն 100,000 հայ կհաշվենք եւ նաեւ գա մորցա ասելու Սան Գաբրիել Վալի հյուսիսային շրջանը, Պասադենա Ալտադենա եւ հարավային շրջանը Մոնտեբելո Վիդիեր։ Հիմնականի մեջ այս է ընդհանուր պատկերը եւ ադոր վրա նայած հոդվածի մեջ ծրվումը կատարած եմ հայաբատական հաստատություններուն ոչ թե վարձու հաստատություններ, այլ այն կենտրոնները, եկեղեցիները, մշակութային սրահները, որոնք գազագերբական պատկանելություն ունեն, հայության կպատկանին եւ այդպիսի 69 բանկա, real estate կա, ամբողջ այս Լոս Անջելեսի տարածքի մեջ, որ զուտ հայկական պատկանելություն ունի, ոչ թե որ հայ անհանրի պատկանող daycare center-ը կամ հայ անհատական մշակութային միություն է, բարախումբիմը կամ երգչախումբիմը եւ այլն, ասոնք կա պատկանելությունը գազագերբություններու են։ Պարոն Քոսակյան, ուղղակի հետաքրքրում է հարցը, ժողովուրդը կենտրոնացավ հետո նոր օրինակի համար եկեղեցիները ծնվեցին, թե եկեղեցու շուրջը ժողովուրդը եկավ, այսինքն ինչի համար ժողովուրդը եկավ Հոլիվուդ կամ Գլենդել։ Իրար ամբողջացնող երևույթ է,
բնականաբար նախ եկեղեցի պիտի չստեղծվեր կամ կետրոն, նախ պիտի որոշ ժողովրդային քանակ մալար, որ որակի վերածվեր եւ այդ ծևով սկսավ Լոս Անջելեսի զարգացումը։ Պետք է գիտնանք, որ Լոս Անջելեսեն առաջ Կալիֆոռնիա հիմնական հայկական կետրոնը Ֆրեզնո քաղաքը եղած է։ Եվ Ֆրեզնո քաղաքը գամած դեղի տվավ եւ Լոս Անջելեսի մեջ սկսավ զարգանալ։ Ֆրեզնոյի հայության կարևոր մեկ մասը թեպի Սան Ֆրանցիսկո եւ Լոս Անջելես տեղափոխվեցավ։ Զավակները անդեղի, դարեցները մնացին հոն, անշուշտ հիմա նոր սայքլը սկսած է Ֆրեզնոնի հետ վերաբրի իր զարգացումը, միշտ այսպես է, բայց այդպես է, որ Լոս Անջելեսը սկսավ զարգանալ գամած։ Երբ որ մեծավ, քաղաքներու գետրոնները շատցան, եկեղեցիները շատցան, բնականաբար ենթահամայնքներու գետրոնները սկսան շատնալ, եւ քիչ ավելի երկար բացատրեմ ասի, Միջին Արևելքեն, հիմա մինչև ասենք 60-ական թվականներ Լոս Անջելեսի հայությունը հինեն ուղղակի եգրեն քաղտած հայություններ, առաջին պատերազմեն յետ եկած հայություններ քաղտական եւ հետո մի անգամ 60-ական թվականներն սկսան մեծ հոսքերը Եգիպտոսեն, Իրաքեն, Լիբանանեն, Իրանեն, Սուրիայեն եւ այլն, ուր որ քաղաքական ընկերային խնդիրներ, հետո Հայաստանը իր դարբեր հանքրվարներով, նախքան սովետական միությունը, հետո եւ այսպես սկսան զարգանալ։ Միջին Արևելքեն եկած զանգվածը իր հետ բերավ իր գազագերբությունները, հիմնականի մեջ մեր համահայկական գուսակցությունները, Հայապան Տաշնակցություն, Ռամգավար Ազատական գուսակցություն, Հնչակյան սոցիալ-դեմոկրատ գուսակցություն, որոնք ամեն մեկը իր շուրջ ուներ իր սենք ամիջական կորձագից գազագերբությունները։ Տաշնակցության հետ եկավ համազգայինը, Հոմենտմենը, Հայ օգնության միությունը, Ռամգավարներուն հետ եկավ Թեքեյան մշակութային միությունը, Հնչականներուն հետ եկավ նոր սերունդը եւ այլն, անշուշտ բարեգործականը իբրև յուրահատուկ գազագերբություն ինքը եւս եկավ։ Արաքելական եկեղեցին իր երկու բաժիններով այստեղ եկեղեցիներ ուներ, ուրեմն գտեսնենք, որ ինչ որ միջին արևելքի մեջ գոյություն ուներ, հոս նորինակվեցավ եւ ինչ որ հոնգար իրարու հետ գործակցություն կամ արժակադում երկու միասին հոս տեղափոխվեցավ, հոս եւս միջին արևելքի ասենք այդ process-ները դեղի ունեցան եւ անշուշտ ասոնց կողքին սկսավ զարգանալ հայրենակցական միություններ, մինչեւ որ հայաստանյան զանգվածը որ եկավ, իր հետ բերավ յուրահատուկ նոր գառույց հայաստանյան զանգվածը։ Հայաստանյան զանգվածը վարժ չէր, Հայաստանի մեջ միություններ ունենալու, գազագերբություններ ունենալու, գար մեկ կոմունիստ կուսակցությունը, որ ցախողած էր, մեկը ճուզեր կոմունիստ կուսակցությունը հոս բերեր, չէր ագրնար Ամերիկայի մեջ բերել, Հայաստանի մեջ հայ ժողովուրդը դբրոց փանալու բardavonության դակ չէր, դբրոցները կառավարությունը կփանար, եկեղեցի ստեղծելու բardavonության դակ չէր, հոն եկեղեցիները թարերը վերքոյություն ունեին գերտային, ուրեմն հայաստանյան զանգվածը որ եկավ, հետը բերավ նոր երևույթ, մշակույթային բնակավարի մեջ professional ծևով մշակույթը դարաձելու երևույթ, բարարվեստի մասնակետը բացավ բարի դբրոց, երկարվեստի մասնակետը բացավ երկեցողության երաժշտական դբրոց, նկարչությանը նմանապես եւ տեսանք, որ անիչ որ Սփյուռքահայը Լիբանան, Սուրիա, Բարսկաստան գներ սիրողական գերբով ցերեկը ոսկերի շեր քիշերը թատրոնի ղեկավար այդ երևույթը հայաստանյան զանգվածի մեջ փոխվեցավ professional մարդը սկսավ թաստալ եւ հայաստանյան զանգվածը ունեցավ իր յուրահատուկ կառույցը հիմնված professional աշխատավորներու վրա հետաքրքիր է անցնենք կարճատարի որ հետո կշարունակենք հարգարեսներս դադար
Հարգելիներ, շարունակում եմ զրույցս Ժան Քոսակյանի հետ։ Պարոն Քոսակյան, շարունակենք մեր զրույցը։ Եկանք հասանք հայաստանցիներին, որոնք որ professional արհեստավար մշակույթը ներմուծեցին համայնք։ Սակայն քաղաքական դաշտում չեմ տեսնում որևէ մի միություն կամ կազմակերպություն կամ կառույց սա էլ ուսումնասիրել եք։ Միջին արևելյան այդ կառույցները, որ հոս փոխադրվեցան, անոնց մեջ մեծ ներկայություն չէ, մասնագի ներկայություն է հայաստանյան զանգվածը, ներկայություն է հայաստանյան զանգվածը հայրենակցական միություններու մեջ, որպես պատկանելություն, Էրզրումեն է, Դարոնեն է, Մարաշեն է, Անտաբեն է եւ այլն։ Հայաստանյան զանգվածի երիտասարդությունը մեծ ներկայություն է համալսարանական կլաբներու, գազམ་ագերբություններու մեջ։ Ամերիկյան դպրոցներու, public դպրոցներու, հայկական կլաբներու մեջ եւ հայդատի հանձնախմբի մեջ արդեն բավական երիտասարդներ կան։ Այդ ծևով է որ կամաց ինտեգրացիան գբադահի հայ համայնքի մեջ կամաց հստակ ենթահամայնքներ կան ծևավորված։ Ինչ ասել է ենթահամայնք։ Ենթահամայնքը ասենք մեր ամբողջ հայությունն է, ասենք քաուտը, համայնք։ Չէ, ենթահամայնքի նկատի։ Ենթահամայնքը կնշանակի համայնքի մեջ կորձող ուրույն շրջանակ։ Օրինակի համար Իրանահայ ենթահամայնքը կա, իր ելույթներով, իր գետրոնով, անշուշտ մեկ Իրանահայ միություն չի կա, մի քանի Իրանահայ միություններ կան, Թավրիզինը կա, Սպահանինը կա եւ այլն, բայց հիմնական մեկ Իրանահայ լավ գետրոն կոյություն ունի։ Իրաքահայերը ունին 2-3, հիմնականի մեջ 2, հիմա մեկ հատ եւս կշատնա, գա իր գետրոնը, իրաքահայերու, այսինքն Կալիֆոռնիա երիտասարդական միությունը իր գետրոնը ունի։ Ռումանահայերը ունին իրենց Ռաֆի գետրոնը, բայց ասենք իրաքահայերը իբրև առանցին համայնք կտեսնես որ որոշ ձևավորում ունի։ Իրանահայերը, ասենք բոլսահայերը իրենց գետրոնը ունին, Իստանբուլեն եկած բոլիսեն եկած հայությունը կամ առհասարակ հայկական հողերեն եւ Թուրքիայեն եկած հայերը հոնգետրոնացած են իրենց մեջ առանցին խմորումներ ունի մշակութային միություն կա երկչախումբ կա իրարու հետ գարանչվին քան թե ընդհանուրին հետ գարանչվին բայց խոսքս միան բոլսայի միության համար չէ բայց քաուտը ինքը իրարու հետ անշուշտ ինտերակցիոն ունի բնականաբար կտեսնենք գադիկա բայց այս ենթահամայնքները գոյություն ունին գահին ամերիկայերու ենթահամայնքը որը ասենք ավելի էջմիածնական եկեղեցի շուրջ համախմբված է կամ գուսակցություններ են ավելի դաշնակցության մեջ կենտրոնացած է գան նոր ամերիկայերը որ բոլոր այս համայնքներու երիտասարդ սերունդն է որոնք մեծ մասամբ հիմնական խոսակցական լեզուն անգլերենն է, անշուշտ հայերենի որոշ չափով կդիրաբեդեն, բայց երբ որ համալսարանի մեջ իրարու կծանոթանան, առաջին 1-2 ծանոթության մեջ չեն հարցներ, որ ծնողքը Իրանեն է, Իրաքեն է, Հայաստանեն է եւ այլն, կհարցնեն հայ ես Եվ կսկսին խառն ամուսնությունները, կան խառն ամուսնություններ, այս ենթահամայնքները մեկ կողմեն իրարու հետ կխառնվին, խառն ներքին հայկական խառն ամուսնություններով, համալսարաններու մեջ գարանչվին, հայկական դպրոցներու մեջ իրարու հետ գարանչվին, երիտասարդական միություններու մեջ առհասարակ գարանչվին, ջաշարաններ, որ գերտան ջաշերու տեսակները համադեղված են, ասոր ասկյուֆտեն մյուսին, ասխանգալին մյուսին, վեյրագը, չեմ գիտեր ինչը, ամեն ենթահամայնք մյուսին ջաշատեսակներուն կսկսի ծանոթանալ, սովորություններ, բաներ, անշուշտ ամենը մեծ թերագադարները մեկը հերոստատեսությունն է, հերոստատեսության ճամփով խոսակցական լեզուն, երբ որ մեծ մայրիկը, մեծ հայրիկը նստած է հերոստատեսություն գտիտե եւ թորնիկը կովն է, հայրը մայրը գետուրսը աշխատանքի են կամ բդույդի են, Թորնիկը մեծ մոր հետ միասին հայերեն կսորվի հերուստազուսենը հուսալով, որ նաև այդ հայերենը երթալով պարելավվի և չի հիմնվի միայն մաֆիոզական կամ հարավ ամերիկյան սերիալներու պարամտերքին վրա, որոշ պարամտեր կզարկանա հետաքրքիրորեն են կովասներու մեջ, գիտական պարերու վրա, որոնք առժամանակին գոյություն չունեին, հիմա սկսած են։ Հետո հայերեն պարերը իրարու հետ մրցումի մեջ են։
մեկը մյուսին դուրս կմղե կամ քերիշխող կդառնա եւ սկսած է հայերեն նոր պարամետրեր զարգանալ Լոս Անջելեսի մեջ ոչ թե բոլորովին նոր այլ յուրահատուկ խառնուրդը բարերու եւ մտածելու ծևերու եւ այլ խոսակցական ոճերու այս ամենը իրար մղե որ նոր համայնք զարգանա բայց թուրները փակված չեն թուրսեն հոսքը կշարունակվի Դագավին Իրանեն մարտիկ կուկան, Դագավին Իրաքեն մարտիկ կուկան, Դագավին Հայաստանեն մարտիկ կուկան։ Եթե նույնիսկ այս համանքները առնչվին իրարու հետ, նոր եկած արյունը Հալեբեն կուկան, ոչ թե որ ազատ կամքով կուկան, մեծ մասը տնտեսական պատճառներով կուկան, մյուս մասը սոցիալ անդանելի պայմաններով կուկան, մյուս կորզի քոչուքորության պատճառով կուկան, բայց երբ որ կուկան, ենթահամայնքներուն նոր արյուն կուտան։ Ուրեմն նոաս ենթահամայնքները պիտի մնան, պիտի քոյադևեն։ Երևույթ է մեր Լոս Անջելեսի խավարի մեջ, որ ենթահամայնքները պիտի մնան։ Եթե պիտի մնան, նորեկները պիտի երթան հոն գտնեն իրենց ասկագիցները, իրենց նմանները, բնականաբար վերեք միացուլում միտլա վարեն նոր հոսքով, նոր արյունով ետ պիտի զարգանան Եվ մոտ աբակային չեն կնարսել, որ մոտ աբակային հաջորդ 10-20 տարին ենթահամայնքները պիտի վերանան եւ Լոս Անջելեսի հայքաղուտը միադեսակ քաղուտ պիտի լա։ Արիշ որ պետք էր բադահեր Հայաստանի մեջ, ամեն գոմեն Հայաստան երթային, ամեն մարդ կորձ ունենար, ամեն մարդ հոմ միացուլվենք, հիմա հոսքը միացուլվենք Լոս Անջելեսի մեջ։ Ճշմարտաբար մյուս կոմենալ միացուլվելու կողքին գա արդակին ցուլումը, որ ահակին գորուստ ունենք մեր շարքերեն թեպի օդար ասկեր։ Շատ բարի։ Պարոն Կուսակյան, ընդամենը ունենք մի քանի վայրկյան պետք է ավարտենք։ Ձեր աշխատանքը անգլերեն թարգմանվելու է մատաղ սերնդի համար։ Արդեն ինքնին ասիչ երկար ժամեր խլած է։ Եթե գամավոր մեկը գտնան, որ կթարգմանե, ինչու՞ չէ, մանավանդ որ ասիկա պետք է ավելացնեմ Ամերիկայության ընդհանուր TV հոդվածին վրա եւ մեկ ամբողջական հոդված ունեմ։ Կարելի է Եթե ամենը ուշը ասենք 4 տարի են ինչ որ հաջորդ մարտահամարը ելե եւ տեսնենք որ թիվերը ավելի բարելավված են նպաստ մեզի։ Շատ բարի։ Շնորհակալություն այսօրվա զրույցի համար ջերմ դեռևս ունեմ մի քանի հարցեր, բայց ցավոք ժամանակը սպառվեց, հուսամ որ մեր հայրենակիցները մեր լսարանը ասպարեզ թերթից կօգտվի։ Կամ on-line երթա, on-line են վերցնել։ Այո։ Սիրելի հեռուստատողներ, ինձ մնում է ընդհանրապես ասել, որ իրականության մեջ ամենակենտրոնացած, ամենաշատ հայությունն ենք այստեղ, որ ապրում ենք Հայաստանի Հանրապետությունից հետո։ Եվ մենք ուղղակի ուզենք թե չուզենք, պարտավոր ենք համախմբվել մեր ազգային կառույցների շուրջը։ Մենք համախմբվելով կամ ինչպես պարոն Կոսակյանը ասաց, որ մարտահամարի հետ կապված մենք հստակ թիվ պետք է ներկայացնենք, քաղաքական հստակ կապիտալ պետք է ներկայացնենք եւ այդ չափով մեր հետ պետք է հաշվի նստի օտար ազգերը կամ տեղական իշխանությունները։ Մնացեք բարյավ, կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն կայանից, նույն ժամին նորություններով։